Քարոզարշավի 9-րդ օրը Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր քաղաքական թիմի հետ նախընտրական հանդիպում անցկացրեց Նորագյուղում։ Տեղացիների հետ քննարկելով ինչպես համայնքային խնդիրները, այնպես էլ երկրի քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր։ Հանդիպման նախաձեռնողը Հանրապետություն կուսակցության պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն էր, ով լինելով Նորագյուղից առանձնահատուկ կարևորեց համայնքի ձայնը խորհրդարանում ներկայացված լինելու անհրաժեշտությունը։ Արամ Սարգսյանը բնակիչներին ներկայացրեց կուսակցության քաղաքական առաջնահերթություններն ու ծրագրային մոտեցումները, անդրադառնալով ընտրություններից հետո հնարավոր քաղաքական զարգացումներին։ Քաղաքական թիմերը փորձում են աշխատել, ես կարող եմ մեր թիմի մասով ասել, որ թիմը լավ մոտիվացված է, երեք երբ որ մենք Վարդենիսում ենք, թիմի մի մասը Մալաթիա Սեբաստիա թաղամասում մեր կուսակցության թաղապետ եւ նաեւ տեխնացու Ռոմիկ Մխիթարյանի հետ փողոցներում քարոզարշավ էր անում, մյուս կեսը Սարգիս Մադաթյանի ով փոխքաղաքապետ է Էրեբունիում էր անում, այսինքն մաքսիմալ աշխատում ենք անգամ տարբեր թևերի բաժանված, հանրության հետ շատ շփվել ու հանրության տեսակետներն իմանալ։ Գիտեք, ընդհանուր առմամբ ես արդեն երկար տարիների քաղաքականության մեջ եմ, մեծամտություն չանեմ ու որպեսզի անկեղծ լինեմ, պիտի ասեմ այն վերաբերմունքը, ինչը հիմա կա մեր նկատմամբ ու մասնավորապես իմ անձի նկատմամբ, երբեք այդքան ջերմ չի եղել, եւ մենք կարծում ենք, որ մենք խնդիրը անցողիկության լուծել ենք, որովհետեւ նախկինում 3 էինք հավաքել արտաքին քաղաքական առումով այն դիրքավորումները, ինչ մենք ունեինք արևմուտքի հետ կապված, դրանք իրենց արդարացրել են եւ խաղաղության են հասցրել Հայաստանին, հետեւաբար ինչ որ առումով նաեւ մեր ասածը իրականություն է դառել կամ կանխատեսած է, այսպես ասեմ, որ մեծամտություն չլինի, այսինքն այդ առումով արտաքին քաղաքական առումով չի պակասել, թվականակի առումով 21 թվականից մինչեւ այսօր 38% կուսակցության անդամների թիվն է ավելացել, զարմանալի է, մարդիկ հիմա կուսակցության անդամ են ուզում դառնալ, ինչը շատ հետաքրքիր դրսևորում է ու ես համարում եմ լավ, երկրորդ մենք դրանից հետո եղել են տեղական ինքնակառավարման ընտրություններ եւ մենք Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում ավականի ունենք, թեկուզ մի ավականի, ասենք Դիլիջան, ընդամենը մի ավականի ունենք, Ապարանում մի ավականի ունենք, Հայաստանի տարբեր ծայրամասերում անգամ հաղթանակներ ունենք Թումանյան համայնքում, Մեղրի համայնքում, Երևանում 11% ենք հավաքել եւ այսպես եւ կարծում ենք, որ այդ ամեն ինչը արդեն իսկ բավարար է, թվականակի ավելացումը եւ որոշակի տեղերում ներկայությունը արդեն իսկ բավարար է, որ մենք այդ 3-3-ը 4-3-ի հասցրած լինենք։ Նա նաև հայտարարեց, որ Հանրապետություն կուսակցությունը, ինչպես Երևանի ավական ընտրությունների ժամանակ, այժմ եւս չի բացառում համագործակցությունը քաղաքացիական պայմանագրի հետ, շեշտելով, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են քաղաքական պատասխանատվություն եւ համագործակցային մթնոլորտ։ Ես համարում եմ, որ կոալիցիաները լավ բան են ու կառավարման այս համակարգը խորհրդարանական պարտադրում է կոալիցիա, հակաքաղաքագիտական է, երբ որ կոալիցիաներ չեն ձևավորվում, բայց կա նաև այն մտայնությունը, որ Հայաստանում պիտի մի ուժ հաղթի, ով կոալիցիա կազմեց, ինքը կցորդե, այդ վատ է ազդում, օրինակ Եվրոպայում բոլոր կուսակցությունները կոալիցիա են կազմում ու ոչ մեկը մյուսին կցորդ չի համարում, Հայաստանում ցավոտ նման մոտեցում կա, բայց մենք մոտենում ենք քաղաքական տեսակյունից, քաղաքագիտական տեսանկյունից, կան ռուսական ազդեցության կրող ուժեր կամ ռուսական գաղափարախոսության, այսպես ասեմ, որ ավելի կոռեկտ լինի, կան բալանսավորողներ, եւ երբ որ մենք անցնում ենք ու խնդիր է առաջանում, բնականաբար ռուսականները մեր հետ կոալիցիա չեն կազմի, եթե անգամ մենք ուզենք։ Բացառվում է, որ իրենք մեր հետ կոալիցիա կազմեն եւ բացառվում է, որ մենք իրենց հետ կոալիցիա կազմենք։ Որովհետև գաղափարական առումով մեր ու բալանսավորողներին համընկնող գաղափարները ավելի մոտ են, քան մեր ու ռուսականին, ու այստեղ ես չեմ ուզում սուտ ասել, ի սկզբանե ասում եմ, որ այո կկազմենք, այնպես ինչպես Երևանում կազմեցինք, որտեղ հակառակ դեպքում, եթե Երևանում մենք կոալիցիա չկազմեինք, քաղաքական առումով լրիվ այլ իրավիճակ կունենայինք այսօր Հայաստանում։ Այս նույնիսկ համապետական ընտրությունների համատեքստում։ Հանդիպման ընթացքում հնչեցին նաև բնակիչներին հուզող հարցեր կապված սոցիալական, համայնքային եւ ենթակառուցվածքային խնդիրների հետ։ Ռոման Մուրադյանը վստահեցրեց, որ ընտրվելու դեպքում այս հարցերը լինելու են իր քաղաքական գործունեության առանցքում եւ Նորագյուղի խնդիրները մշտապես բարձրաձայնվելու են ազգային ժողովում։ Նորագյուղի բնակչությանը առաջնային հետաքրքրում է Նորագյուղի քանդման հետ կապված խնդիրները, վերջերս գերակաշահ են ճանաչել
այս տարածքը ժողովրդին առաջնային այդ հարցն է հետաքրքիր ու ես հենց ծնվել մեծացել եմ Նորագյուղում ու Նորագյուղի բնակչության խնդիրները ինքս շատ լավ տիրապետում եմ ու պատրաստվում եմ ընտրվելուց հետո ազգային ժողովի ամբիոնից, ամենաբարձր ամբիոնից բարձրաձայնեմ այդ հարցերը ու հետևողական լինեմ, որպեսզի ժողովրդին հասանելինի այն ինչ որ իրենց հասնում է։